Հայկական եկեղեցի ուժը ինձ թվում է նրանում է եղել, եկեղեցի ասելով ես ունեմ նկատի ունեմ եւ քրիստոնեությունը եւ որպես ավելի ընդհանուր եւ հավատք հեթանոսական շրջանը, որ ուղղված է եղել հայի գոյատևման եւ զարգացման ուղղությամբ։ Տեսեք, ինչպես մեր առաջի պատկերացումները, մարդկության մասին է խոսքը, առաջի պատկերացումները բնության եւ մարդու ընդհանրության հարցում կապված է եղել, որ մարդը նույնպես բաղկացած է 4 էլեմենտներից, ինչպես շրջապատող աշխարհը, որովհետեւ ինքը իրեն զգացել է եւ տեսել է բնության ներքո։ Այստեղ էլ նույնն է, հավատքը կապված է եղել այն ռեալ, իրական միջավայրի հետ, որտեղ նա ապրել է։ Որն է դա եղել, այսպես ասած, երևացող, զգայուն, զգալի երևույթը եղել է լույսը եւ մութը։ Լույսը կապված է եղել մարդու կենսագործունեության հետ, ակտիվության հետ, ստեղծելու հետ, սնվելու հետ, ապրելու հետ։ Մութը կապված է եղել գիշերը, կապված է եղել հանգստանալու հետ, որտեղ չիմանալով թե ինչ է նշանակում հանգստանալը, այդ ոնց է որ մարդը երազ է տեսնում, շատ առասպելներ են ստեղծված եղել, շատ հավատքի մեջ ընդունված բաներ են եղել, եւ իզուր չի որ ամբողջ մարդկության համար լույսն է եղել սիմվոլ հավատքի, իսկ լույսը դա արևն է, դա արևապաշտությունն է եղել ընդունված, արևն է կյանքի հիմքը, մինչև հիմա մենք ասում ենք, որ արևն է կյանքի հիմքը, ամբողջ կյանքը, գոյատևությունը կապված է արևի հետ։ Եվ այստեղ ինձ թվում է նախաքրիստոնեական ժամանակները հստակորեն ավելի ինչ-որ առումով, վերապահումով մոտիկ են եղել բնության էությանը, քանց թե հետո, երբ որ ստեղծվել են արդեն տեսություններ, մոտեցումներ։ Եվ ես տեսնում եմ այստեղ մի շատ կարևոր հանգամանք, քրիստոնեությունը հայկական միջավայրում իր հիմքում ունեցել է արևապաշտությունը եւ մինչեւ հիմա էլ շարունակում է, որովհետեւ ինչ որ ադատներ, սովորություններ կան, որոնք այն ժամանակվանից մինչեւ հիմա պահպանվում են։ Ժամանակակից եկեղեցին չի հեռացրել իր մեջից դա, չի ոչնչացրել, եւ ես սրանում տեսնում եմ շատ մեծ իմաստություն հայ ազգի, որովհետեւ երբ որ առաջ է եկել քրիստոնեությունը ոչ թե ոչնչացրել է իրենից առաջ հավատքը, այլ վերցնելով այն ինչ որ կարող էր իրական լինել եւ օգտագործել լինել եւ պետք լինել առանց ջարդելու, առանց ոչնչացնելու, նրա վրա հիմնել է եւ ստեղծել է նորը։ Այդ առումով կարելի է օգտագործել գիտական տերմին, որ տեղի ունեցել էվոլյուցիա, ոչ թե հեղափոխություն, այլ էվոլյուցիա, որովհետև զարգացումը ընդհանրապես ավելի նորմալ է ընթանում, երբ որ էվոլյուցիոն ճանապարհով է գնում։ Յուրաքանչյուր հեղափոխություն անպայման մեծ դժվարություններ է բերում իր հետ։ Եվ միշտ չի որ զարգացման ճանապարհը ճիշտ է գնում։ Այ հայկական եկեղեցին ինձ թվում է, որ այդ առումով գնացել է էվոլյուցիայի ճանապարհով։ Եվ որպես փաստ ես ձեզ ասեմ, տարբեր տիպի սիմվոլիկաները, օրինակ ինքը խաչը, ասենք թե եթե վերցնենք ամենալավ երևացող, այսպես ասած, փաստն էլ Սուրբ Էրմիածնի տաճարի հենց ինքը շենքը, որը հիմնված է հեթանոսական հավատքի հետ կապված կառույցի վրա, որը շատ լավ պահպանվում է, մինչև հիմա պահպանված է եւ եկեղեցականները միշտ շեշտում են այդ փաստը, որ մենք ոչ թե ոչնչացրել ենք, այլ դրա հիման վրա ենք արել դա։ Եվ այստեղ ինձ թվում է մարդու համար շատ կարևոր է, որ այս պահպանողականությունը կապված է եղել համամարտկային արժեքների հետ, որոնք նպաստել են մարդու գոյատևմանը։ Հայկական եկեղեցին ինքը իր էությամբ դեմոկրատ եկեղեցի է,
դեմոկրատական սկզբունքներ շատ կան։ Եվ իզուր չէ, որ նա կոչվում է լուսավորչական։ Դա բերել է նրան, որ ինձ թվում է հայկական մարդկության ուղղվածությունը, հայ մարդու ուղղվածությունը հավատքի նկատմամբ կուրորեն չի եղել, կուր չի եղել։ Դա եղել է կապված մի փաստի նկատմամբ, որը պատմություն է, որը ազգային պատկանելիություն ունի, որը գիտակցում է, որ պահպանել է ազգը, որը գիտակցում է, որ դրական գործոն է եղել ազգի համար։ Եվ բնական է, որ այստեղ շատ մեծ նշանակություն ուներ ընտրությունը։ Ինձ թվում է, որ հայկական եկեղեցական մոտեցումը ընտրության հարցում բավականին բարձր որակ է ունեցել, որտեղ ոգեղենություն է պարունակել իր մեջ։ Եկեղեցականներ ընտրվել են, դառնալ, բառն եմ ես ուզում նշել, այն մարդիկ, որոնք ուզեցել են ծառայել ազգի։ Ոչ միայն եկեղեցի, այլ ազգի։ Այստեղ շատ կարևոր բան եմ տեսնում։ Ազգին ծառայելը ոչ ավելի քիչ պակաս է եղել, քան թե եկեղեցուն։ Երբեմն եկեղեցու ներքո միակ հնարավորությունն է եղել, որ հնարավորություն է ստեղծվել ազգին ծառայելու։ Եվ ասեմ, մինչև հիմա էլ շատ լավ հստակ երևում է, եթե եկեղեցի գնում ես, դու տեսնում ես, որ Աստծուն ուղղված հայացքը, մտքերը ֆանատիկական չեն, հայկական եկեղեցի երբեք ֆանատիզմ չի ունեցել, այլ դա իմաստավորված է եւ ոչ կույր, այլ դա հարգանքի նշան է, դա իր պատմության նկատմամբ վերաբերմունքի նշան։